Թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Արի սենց պայմանավորվենք, Երեմ։ Դու խելոք մարդ ես ու հասկանում ես, որ ինձ երկար չի մնացել ապրելու։ Վաղ թե ուշ պետք է ամեն ինչ հանձնեմ ձեզանից որևէ մեկին ու գնա։ Ու այդ մեկը կարող է դու լինես, Երեմ։ Ուզում ես ասես, որ ես պիտի քո մոտ վստահություն վաստակեմ, որ գործերի կառավարումը ինձ թողես։ Դու ինձ ճիշտ հասկացար, Երեմ։ Կոնկրետ հիմա քո համար շատ լավ շանս է ստեղծվել։ Ինչ-որ կերպ լուծի այդ Զավենի ու Ցոգոլի խնդիրը, որ իրանց ուշադրությունը մեր վրից շեղես, որ իրանք իրարով զբաղվեն։ Արա այդ Երեմ, ու ես լրջորեն կմտածեմ քո տեխնացության մասին, երբ ժամանակը կա։ Լավ, Միրոն։ Ես քեզ կապացուցեմ, թե ինչքան ես արժեմ։ Կներես, որ ուշացա պրոբկեքի մեջ է ընգել։ Ինչա բան ա եղել, որ դենց վռազ կանչեցիր։ Նա ռեստորանում կասեիր էլ։ Չէ, կամ ռեստորանում չէր լինի։ Մենք պիտի առանձին խոսանք։ Ինչ թեմ այլ։ Մեր ապագայի։ Չեմ ջոգում, ինչ ես խոսում, Երեմ։ Հիմա կջոգես։ Լսի կամո։ Եվ ես ու Միրոն Հովոյի մոտ պատվալում էինք, ահագին լուրջ խոսակցություն ունեցանք։ Միրոն բացել էր իր բոլոր խաղակարտերը ու ինձ ասեց իր ապագա պլանների մասին։ Ինչքան ես գիտեմ, մեր համար առաջի պլանը Հովոյին վերացնելն է։ Իսկ դրանից հետո ինչ է լինելու ըստ քեզ կամո։ Մեր բոլորի հետ ինչ է լինելու։ Ինչ կլինի։ Դի հավաքվենք, որոշենք ում ինչ փայ է հասնում ու ով ինչի համար է պատասխանատու։ Դրանք սա դատարկ խոսակցություններ են կամո։
որը կերցնում է մեզ Միրոն։ Այսօր իմ ու քո շահերից է բխում, որ Հովոն էլ գոյություն չունենա։ Բայց հետո այդ տեղում ով էլ հայտնվեց, գրաված ավարը ու իր իշխանությունը մեր հետ հաստատ չի կիսելու։ Նույնիսկ Միրոն, որ գլխներիս մեծ դեմոկրատ է դառել։ Խոստանում է, թե բոլոր որոշումները համատեղ կկայացնենք։ Հա ես գիտեմ, որ ոչ մեկ կամավոր իր իշխանությունից չի հրաժարվում։ Ուղղակի այսօր սիտուացիան նենց է, որ մեր համար առաջին հարցը Հովոյին վերացնելն է, ու մեր կորցրածը հետ բերելը, ու մի բան էլ ավել։ Հա, փողերը հետ կբերենք, բայց մեզ էլի չեն թողնի վերև բարձանանք։ Էլի 1000 մի քյալակ կբերենք գլխներից, որ մեր տեղը ցույց տան։ Իսկ ես չեմ ուզում նորից ելնեմ Նազիր Վեզիրի կարգավիճակում։ Հոգնել եմ արդեն, կամո։ Ես ավելիին եմ արժանի։ Ինչ ես առաջարկում։ Գնանք Միրոյին ասենք, որ իրանից յանենք տալի։ Չէ։ Միրոն ծերու հիվանդ մարդ է։ Ու ինքը գիտի, որ երկար չի հասցնում ես կառավարը։ Նա հիմա իրան փոխարինող է ման գալիս, որը կշարունակի իր գործը ու սաղից տիրություն կանի։ Դու ինչքան հասկանում եմ, այդ փոխարինողի դերում դու մենակ քեզ ես տեսնում, չէ՞ երևի։ Հա, տեսնում եմ։ Իսկ ինչի դու դեմ ես կամո։ Դե մտածում ես, որ ինձանից լավ թեկնածու կա այդ տեղի համար։ Ասենք թե դու կամո։ Իսկ ինչի՞ չէ, երեմ։ Ես քեզնից ինչով եմ պակաս։ Երեմ, ես իմ ունեցվածքը ու անունը նվեր չեմ ստացել։ Ու ոնց որ դու սաղ կյանքս պախատ եմ արել։ Արել ես, ճիշտ է։ Բայց դրա հետ միասին անհավասարակշռված մարդու անուն ու համբավ ես վաստակել կամո։ Եթե ես քաղաքը քեզ տվեմ, 2 օրում բոյնյակ կսարքես, սաղին իրար դեմ կհանես, ու քեզ էլ երկար չեն թողնի, որ կառավարես։ Ու հետո դու ոչ Հովոյի հասկացողությունն ու ավտորիտետը ունես, ոչ Միրոյի դաժանությունն ու խորամանկությունը, ու ոչ էլ իմ խելքը։ Երեմ, դու ինձնից խելոք չես, այդ քեզ է տենց թվում։ Ես չեմ էլ ասում, որ խելացի եմ, ուղղակի ես համբերատար եմ ու հեռուն եմ տեսնում։ Ես շախմատ է կամո, ոչ թե նարդի կամ շաշկի։ Ուստեղ հաղթում է այն մարդը, ով ավելի համբերատար է, ու կարողանում է դիմացինի քայլերը հաշվարկել։ Իսկ դու այդ համբերությունը չունես կամո։ Հաստը, խնդրեմ, Գոքորի իրավաբանը, ու այդ առաջին դեպքը չի։ Ինչ է ուզածդ, երեմ։ Ուզածս են է, որ երբ պիծեմ ոտերը տնկի, ես պիտի ելնեմ են մարդը, որը կփոխարինի իրան։ Ու ինչ կստանամ ես, երեմ։ Էլի երկրորդ ջութակի դերում ելնեմ, միշտ քու ձեռի տակ։ Իսկ ինչը քեզ չի բավարարում այդ դերում կամո։ Մենք 1000 տարվա ընկերներ ենք ու մի անգամ չի, որ ես քո մատից փուշ եմ հանել։ Ու շատ դեպքերում այդ արել եմ վտանգի տակ դնելով ինձ։ Հետագայում էլ ես կօգնեմ, որ դու ամեն ինչի հասնես։ Իսկ եթե քեզ իշխանություն է պետք կամո, դու էդ էլ կստանաս։ Մենք միասին կկառավարենք, ես ու դու, բայց վճռական խոսքը իմը կլինի։
Քեզ բավարարում է այս տարբերակը։ Հա, Շատ լավ։ Դե հիմա արի գործի մասին խոսանք։ Դու երևի հասկանում ես, որ ինձանից հետո ամենահավանական տեխնացուն Մալխասն է։ Մալխասը իր նատուրայով ու մտածելակերպով շատ նման է Միրոյին։ Ու այսօր հաստատ նրա աչքին ավելի բարձր է կանգնած։ Բակարոն, Խաչոն, Բադալը, Կարոն Շուլլերը, կամո։ Ու երբեք դուք չի անի դաժե մտածի այդ մասին։ Խճոն ամբիցիոզ է, բայց իր հնարավորությունները երբեք չի գերագնահատում, նա էլ ինձ սապերնիկ չի։ Այ Բադալը կարող է մի քիչ խաղեր տա, բայց դե մի բան կգցենք բերանը սուս կմնա։ ոնց հասկացա դու այս թեմաներով Միրոյի հետ արդեն լավ խոսացել ես։ Հա, պատվալում մի երկու հարց տվի Մալխասի վրա, ասի ռեակցիան ստուգեմ։ Ու համոզվեցի, որ այսօր Մալխասը Միրոյի համար թիվ 1 տեխնացու է։ Բայց Միրոն մի հատ հետաքրքիր առաջարկություն արեց։ Ինչ առաջարկություն։ Միրոյին շատ է անհանգստացնում, որ այսօր Զավենն ու Ցոգոլը չեն ուզում իրան միանալ, ու ռեալ վտանգ են ներկայացնում։ Մարդը իմ առաջ պայման է դրել, որ եթե ես ինչ-որ ձև կարողանամ այդ երկուսին հագցնեմ իրար, իմ շանսերը կտրուկ կմեծանան։ Բայց դրանից ինչ քար ունի Միրոն։ Ասենք թե հական իրար հետը։ Երբ այդ երկուսը լուրջ կոնֆլիկտ ունեցան, ով նեղն ընկավ պիտի վազի կամ Հովոյի մոտ կամ Միրոյի, օգնության խնդրանքով։ Բնական է, որ Հովոյի մոտ դրանցից ոչ մեկը չի գնա, քանի որ հին թշնամություն կա մեջ նրան։ Ու ստիպված պիտի վազեն Միրոյի մոտ, ինչն էլ իրան պետք է։ Լավ, ջոգի։ Ջոգի։ Քո բախտը բերել է, որ ինպես մարդ ունես կողմդ։ Ինչի բան գիտես, որ ես չգիտեմ։ Հա, գիտեմ։ Այսօր Զավենը ու Վարդանը շատ լուրջ պրոբլեմ ունեն իրար հետ։ Ինչ կարգի պրոբլեմա։ Ատոմը ուզեցել է Զավենին խփի, ու Միրոյի բանկետից առաջ մի քանի հատ ջահելի հետ գնացել է ու ընկել է Զավենի թակարդը։ Հետո էլ ինչ։ Զավենը Ատոմի հերիսալ ջահելներին խփել է, Ատոմին է պահում մոտը ոնց էր զարուժնիկ։ Այդ ո՞նց է եղել, ես խաբար չեմ եղել դրա մասին։ Որ դեից խաբարել ունի։ Այսքանի վրա սաղս նապրյակի մեջ ենք։ Ես էլ եմ նոր իմացել քո մոտ գալուց առաջ։ Ախրաննիկս Ջիվանը, Վարդանի ախրաննիկի ընկերն է։ Ու ինքն է ասել։ Իսկ խաբար չես, թե Զավենը Ատոմին բաց թողելու համար ինչ է ուզում։ Չէ, խաբար չեմ, բայց կարելի է իմանալ։ Դե անպայման ճշտի այդ հարցը, ու ինչքան հնարավոր է արագ։ Ես կարծես ճակատագրի կողմից ինձ ուղարկած նվեր է։ Այդ ուզում ես Ատոմին օգտագործես դրանց իրար հետ թշնամացնելու համար։ Այդ կորոշենք այն ժամանակ, երբ Զավենի պահանջների մասին հստակ ինֆորմացիա կունենանք։ Իսկ հիմա շատ արագ այդ հարցը պրաբիվատ արա կամ։ Դրանից է կախված մեր ապագան։ Այո, ես այսօր կաշխատեմ իմանամ։ Այդ ջահելը ում մասին որ ասում էի, Վարդանի ախրանայի պետ Մուշոյի ընկերն է, որը հաստատ մի բան կիմանա։ Ինչ են ճոցա։ Լավ։ Կարա այս ընկերություններին նախազգուշացրու, որ կատարեն իրենց կանխավճարները։ Եթե ուզում են իրենց սարքավորումները ճիշտ ժամանակին ստանալ։ Նրանք բոլոր ժամկետները խախտել են արդեն։ Ես զանգել եմ Անահիտ ջան։ Եվ ինչ։ Անընդհատ ձգձգում են, ասում են վաղը կլինի, մյուս օրը։ Բայց դե իրական պատճառը դա չի։ Իսկ ի՞նչն է։ Իմ ընկերուհին այդ ֆիրմաներից մեկում տնօրենի օգնական է։ Երեք խոսակցության ժամանակ ասաց, որ իրենց տնօրենը շատ խիստ կասկածներ ունի։
շարունակի աշխատել մեզ հետ, թե չէ։ Իսկ ինչ պատճառով են այդ կասկածները առաջացել։ Ինչից են դժգոհ։ Չէ, դժգոհ չեն, դժգոհություն չկա։ Ուղղակի կամ մտավախություն, որ Դավիթի մահից հետո հնարավոր է մենք չկարողանանք մեր ստանձնած պարտականությունները իրենց առաջ կատարենք։ Ճիշտ է։ Դավիթից հետո շատ դժվար է։ Բայց խնդրում եմ, քո ընկերուհու միջոցով տեղեկացրու նրանց, որ մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք նույն ռեժիմով, ինչ որ առաջ։ Ես կասեմ, բայց մի խնդիր էլ կա, որ իրենց անհանգստացնում է։ Քաղաքի գործնական շրջանակներում լուրեր են տարածված, որ դուք շատ շուտով ձեր ակցիաները վաճառելու եք ինչ-որ մաֆիոզի ու դուրս եք գալու գործից։ Ու մեր գործընկերները վստահ չեն, որ այդ նույն մաֆիոզները կշարունակեն ձեր կիսատ թողած գործը։ Կարա դրանք ընդհանրապես խոսակցություններ են։ Ես ոչինչ չեմ պատրաստվում վաճառել եւ գործից դուրս գալ։ Ես հասկանում եմ, ուղղակի մարդիկ այդպես խոսում են։ Ուրեմն այսպես կարա։ Վաղը այդ ընկերությունների ղեկավարներին հրավիրում ես մեզ մոտ, ասա, որ հանդիպումը գործնական է եւ բոլորի ներկայությունը պարտադիր է։ Ես կփորձեմ այդ մարդկանց համոզել, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ես անպայման կտեղեկացնեմ։ Ազատեմ։ Արմենը դեռ չի եկել, որ գա ինձ տեղյակ պահի։ Ոնց ես Արմեն ջան։ Նորմալ։ Դու Վահեն ոնց եք։ Ոչինչ, դանդաղ փորձում ենք շոկից դուրս գալ։ Բայց միշտ չի որ ստացվում է։ Արի նստենք։ Արմեն, տեղյակ ես ինչ լուրեր են պտտվում քաղաքում։ Մեր գործընկերները, որ երկար տարիներ մեզ հետ աշխատել են, հիմա իրենց տարօրինակ են պահում։ Գումարը չեն փոխանցում ժամանակին։ Կառային հարցնում են պատճառը որն է, ասում է, իբր լուրեր են պտտվում, որ ես պատրաստում եմ իմ բաժնի մասը վաճառել եւ գործից դուրս գալ։ Այդ խոսակցությունները ինձ էլ են ասել Անահիտ։ Մարդիկ զանգում հետաքրքրվում են։ Ես իհարկե բացատրում եմ, որ նման բան չկա, բայց չեն հավատում։ Հետաքրքիր է, ովքեր են այդ լուրերը տարածում։ Միրան ու իր շրջապատի մարդիկ։ Մեզ մեր սեփական հիմնարկից դուրս մղելու գործընթացն արդեն գործի է դրվել։ Ինչպես եւ Միրոն խոստացել էր։ Նա ոչինչ չի ստանա, Արմեն, ոչինչ։ Անցյալ գիշեր ծանրութ թեթև էի անում քո առաջարկը, որ ուզում ես ձայնագրել ձեր խոսակցությունը։ Ու եկա այն եզրակացության, որ պետք չի դա անել, Արմեն, ռիսկը շատ մեծ է։ Համաձայն եմ, չափազանց մեծ է, բայց ուրիշ ելք չունենք։ Եթե ուզում ենք մեր ընկերությունը պահենք, ուրեմն ես պետքա գնամ այդ ռիսկին։ Ու եթե ոչ հանուն ինձ, ապա քեզ ու Վահեի։ Հանուն մեզ պետք չի նման բան անել, Արմեն։ Ես չեմ ուզում Դավիթին կորցնելուց հետո քեզ էլ կորցնեմ։ Այդ հարվածը ես չեմ կարողանա տանել, Արմեն։ Անահիտ, ես պարտավոր եմ դա անել։ Ես Դավիթին խոստացել եմ, որ ձեր մասին հոգ կտանեմ։ Հա, բայց ոչ քո կյանքի գնով, Արմեն։ Ինձ հետ ոչինչ չի պատահի։ Արմեն։ Ամեն ինչ նորմալ կլինի։ Ոնց որ ասում են, մեր գործն արդար է։ Ինձ համար փողը նշանակություն չունի, Արմեն։ Ու հանուն փողի չի, որ ես չեմ ուզում վաճառել իմ բաժնեմասը։ Ուղղակի ես հիմնարկում Դավիթը իր հոգում իմ մասնիկն է դրել։ Ու ես չեմ ուզում տալ ուրիշին այս ամենը։ Դու ճիշտ ես մտածում Անահիտ։ Ուղղակի ես դա առաջ չէի հասկանում։ Իսկ հիմա ինքս չեմ ուզում Միրոյին ու իր նմաններին որևէ բան զիջել։ Ես նրանց կոկորդը ատամներովս կկրծեմ, բայց թույլ չեմ տա, որ նրանք իրենց կամքը մեզ թելադրեն։ Արմեն, դու ինձ վախեցնում ես։ Մի վախեցի Անահիտ։ Ես ամեն ինչ մանրամասը մտածել եմ, ու մեր պլանները մի քիչ փոխվել են։ Ինչ առումով է փոխվել։ Մենք պայմանավորվել էինք, որ երբ ձայնագրությունը մեզ մոտ լինի, կհանձնենք ոստիկանությանը, որ Միրոյին ձերբակալեն։
Հիմա ես այդ մտքից հրաժարվում եմ։ Ինչի՞։ Անայդ, եթե նույնիսկ ոստիկանության համար բավարար հիմք լինի, որ Միրոյին ձերբակալեն, միևնույնն է։ Մենք լիովին ապահովագրված չենք, որ Միրոյի մարդիկ սպառնալու ճանապարհով կստանան այն, ինչ որ ուզում էին։ Մենք այդ ձայնագրությունը մեզ մոտ կպայենք, Անայդ, ու շանտաժի կդիմենք։ Կզգուշացնենք, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, նրան կբռնեն։ Կարծում ես դա կաշխատի։ Պիտի որ աշխատի, Անայդ։ Ուրիշ ելք չկա։ Միրոյի համար ճիշտ է, մեր ֆիրման թանկ է, բայց չեմ կարծում, որ կցանկանա նորից բանտում հայտնվել։ Նա առաջվա Միրոն չի, որ թքած ունի ամեն ինչի վրա։ Միրոյին մնացել է ընդամենը մի քանի տարի կյանք ապրելու, ու չեմ կարծում, որ պատրաստ է իր ազատությունը փոխանակել մեր ընկերության հետ։ Լավ ես մտածել, Արմեն։ Միայն Աստված տա, որ խոսակցության ժամանակ նրան գլխի չընկնեն, որ ձայնագրում ես։ Չեն ընկնի, Անայդ ջան։ Այս գրիչը Դավիթն էր ինձ նվեր բերել Ամերիկայից։ Սրա մեջ ձայնագրող սարք կա, ու Միրոն ու իր մարդիկ հաստատ սա չեն գտնի։ Միրոն այսօր ինձ չընդունեց։ Վաղը պետք է հանդիպեմ իրան։ Էս ինչ Արմեն։ Նամակ։ Ես չեմ ուզում քեզ վախեցնեմ, Անայդ, ու կարծում եմ, որ նման բան չի լինի։ Բայց եթե հանկարծ Միրոն գլխի ընկա, որ ես ինչ եմ մտածել, ու ինձ հետ ինչ-որ բան պատահի, այս նամակը պետք է հայտնվի ոստիկանություն։ Այդպիսի բան մի ասա, Արմեն։ Դու ինձ վախեցնում ես։ Ես քեզ չեմ ուզում վախեցնեմ, Անայդ, բայց չեմ էլ ուզում, որ իմ կյանքը անտեղի զոհաբերեմ։ Բայց եթե հանկարծ նման բան լինի, ասում եմ, եթե Անայդ, այս նամակի մեջ ամեն ինչ մանրամասը գրված է, որ Միրոնը հավեկում է մեզ, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մեղավորը ինքն է։ Արմեն, արժի արդյոք որ Հա, Անայդ, արժի։ Էս հենց այն է, ինչ որ պետք է մենք անենք։ Ներեցեք, որ խանգարեցի, ուղղակի շատ շտապ գործ կա։ ինչ է պատահել, Կարա։ Վրաստանից ինչ-որ մարդիկ են եկել, ներկայացնում են RG ընկերություն, ասացին, որ պայմանավորված են Արմեն Վազգենևիչի հետ։ Հա, ճիշտ են ասում։ Ուղեկցի իմ սենյակ, ես հիմա կգամ։ Ես վրացիների հետ վերջացնեմ, կխոսենք, Անայդ ջան։ Եղավ Արմեն ջան։ Այդ նամակը մի ապահով տեղ պահի, որ ոչ ոք դրա գոյության մասին չիմանա։ Հասկացա։ Ողջույն Հովիկ ջան։ Այ Վալավի ջան, ո՞նց ես։ Օրմա Շնորհակալություն, որ համաձայնվեցիք հանդիպես։ Ես գիտեմ, եթե ձեր մոտ իմանան այս հանդիպումների մասին, քո համար լավ չի լինի։ Դու երևի հասկանում ես, որ այդ նույն պատճառաբանությամբ ես ներկա չեղա քո երեխեքի կնունքի արարողությանը, չնայած հրավիրել էիր։ հասկանում եմ Հովիկ ջան։ Ես էլ շնորհակալ եմ, որ դու այդ ամեն ինչը լավ պատկերացնում ես։ Չնայած մյուս կողմից էլ ես քեզ պետական գաղտնիքներ չեմ ասում։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ ու չեմ ուզում խրվեմ դրա մեջ։ Իսկ ինչ վերաբերում է պետությանն ու հայրենիքին, այս հայրենիքը նաև իմն է։
անկախ նրանից, թե ով եմ ես այս պետության համար։ Դրանում ոչ մեկ չի կասկածում ով։ Արայք, դու երևի տեղյակ ես, թե ինչ խաղեր են գնում իմ դեմ։ Միրոյի հայտնվելուց հետո շատ բան ա փոխվել։ Տեղյակ եմ։ Մենք հետևում ենք այդ բոլոր գործընթացներին, բայց դեռ չենք խառնվում։ Վիճակը իրոք լուրջ է։ Միրոն ուզում է քեզ ասպարեզից հեռացնի, ու դա անպայման կանի, եթե դու ժամանակին նրա դեմը չառնես։ Հիմա ինձ Միրոն չի հետաքրքրում, այլ Զավենը։ Ինչքան գիտեմ, Զավենի հետ դուք ոչ մի խնդիր չունեք հիմա։ Ունենք, բայց այդ խնդիրները հիմա այսբերգի տակ է։ Արեք, ես լուրջ մտավախություն ունեմ, որ Զավենը կարող է ուղղորդի Միրոյին, թե ոնց նա վարվի։ Ու եթե դա տեղի ունեցավ, ու Զավենը միացավ Միրոյին, այդ ժամանակ ես լուրջ մտահոգվելու պատճառներ կունենամ։ Ոյ, ես արդեն քանի տարի է, մեր բոլոր ծառայությունները ու Ռուսաստանի FSB-ն Զավենի վրա մի բան են ման գալի, որ ձերբակալեն, բայց ամեն անգամ վերջի պահին չի ստացվում։ Զավենի թիկունքի շատ հզոր մարդիկ են կանգնած։ Կայոթը հիմա գոյություն չունի, բայց այդ կազմակերպության պարագլուխներից շատերը դեռ ազատության մեջ են ու իրանց երկրներում լուրջ դերակատարություն ունեն։ Ինձ որոշ բաներ հայտնի են այդ մասին։ Արեք, բայց Զավենի պես վտանգավոր դաժան մարդ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել։ Ես կփորձեմ իմ կանալներով ճշտեմ, թե Զավենը ինչ ձևով է համագործակցում Միրոյի հետ։ Պետք չի ճշտել, ես համոզված եմ դրանում։ Այդ ներքին կուխնյա է, ու ես անգիր գիտեմ, թե Զավենը ինչ է մտածում։ Հնարավոր է, որ հենց Զավենի խորհրդով է Մալխասը միացել Միրոյին։ Կամ էլ Զավենը ներսում ուրիշ մարդ ունի, որից ես տեղյակ չեմ։ Այդ դեպքում ինչ ես ուզում, որ քո համար ճշտեմ ով։ Ուզում եմ ինֆորմացիա տրամադրեմ, որը քեզ շատ կհետաքրքրի, գումարած դրան Զավենի ուշադրությունը որոշ ժամանակով կշեղի Միրոյի վրայից։ Ինչի մասին է խոսքը։ Դեպուտատ Վարլամյան, լսել ես դրա մասին։ Հա, սաղ կյանք ռեկետ արել։ Սրա նրա ձեռից մարդկանց ունեցվածքը հափշտակել է, հիմա էլ հանկարծ պատգամավոր է դարձել, ու հիմա ամբիոնից մարդկանց անունից խոսում է։ Ուրիշ ինչ գիտես նրա մասին։ Առանձնապես ոչ մի բան։ Նա մեր ուսումնասիրության կենտրոնում չի հիմա։ Մենք նրա կյանքը անգիր գիտենք, բայց եթե հանկարծ ախորժակը բացվի ու փորձի ավելի առաջ գնալ, մենք հաստատ դա թույլ չենք տա։ Պետությունը թույլ չի տա։ Ուրեմն դուք չգիտեք, որ հիմա Վարլամյանը Զավենի հետ է աշխատում։ Լուրջ ես ասում։ 100% ինֆորմացիա է։ Զավենը հիմա բրիլյանտի քարերի միջազգային առևտրով է զբաղվում։ Ու ներսում Վարլամյանն է կռիշավատանում նրան։ Այդ քարերի առևտրի մասին գիտեի, բայց որ Վարլամյանը խառն է այդ գործին, առաջի անգամ եմ լսում։ Որտեղից քեզ այդ ինֆորմացիան ունի։ Դու քո ինֆորմացիայի կանալները ունես, ես էլ իմ։ Գիտեմ, չես ասի։ Լավ, Հովիկ, եթե նպատակը այն է, որ Վարլամյանի միջոցով նեղը գցենք Զավենին, դա չի աշխատի։ Վարլամյանի թիկունքում մի քանի զոր մարդիկ են կանգնած։ Նրանք թույլ չեն տա, որ ոստիկանություն հասնի այս գործը։ Դեմը կառնեն։ Վարլամյանն էլ այնքան հիմար չի, որ իր հետևից հետքեր ու ապացույցներ թողնի։ Ես այդ մասին էլ գիտեմ։ Բայց այն մարդիկ, որոնք հովանավորում են Վարլամյանին, դժվար թե նրա համար պայքարեն, եթե իմանան, որ նրա անունը կապված է մասսայական սպանությունների հետ։ Ինչ։ Ատոմի մասին տեղեկություններ ունես։ Լսել եմ, որ Վարդանի հետ է աշխատում։
Ռուսաստանում մի քանի լուրջ գործ ա արել, բայց Հայաստանում դեռ չի հասցրել դրսևորվի։ Փորձել է։ Ատոմը որոշել է խփի Զավենի բիզնեսին ու զբաղվել է քարերի արտահանմամբ, ինչը բնականաբար դուրս չի եկել Զավենին, ու կոնֆլիկտ է ծագել։ Ատոմը մտածել է, որ միակ միջոցը Զավենին վերացնելն է։ Վերցրել է մի քանի ջահելի ու գնացել։ Այնտեղ սաղին սպանել են, Զավենը ողջ է թողել մենակ Ատոմին, որ հետո Վարդանից ստանալիք ունենա։ Այ քեզ պատմություն։ Բա ոնց է Զավենը այդ արել, որ մինչև հիմա ոստիկանական սվոտկաներում ոչ մի ինֆորմացիա չկա։ Էդնի Զավենին հարցնեք, նա դրա վարպետն է։ Վաղ թե ուշ այդ ամեն ինչը բացվելու է։ Ու Զավենը Պոլնի պրոգրամայով իր պատիժը ստանալու է։ Արեք, հնարավոր է, որ դա տենց է, հնարավոր է և չէ։ Ես առաջարկում եմ դրա դեմն առնենք։ Ինչ եղանակով։ Եթե նորից ոչ մի ապացույց կամ վկա չկա։ Ոստիկանությունն էլ համոզված եմ ոչ մի բան չի կդնի ներկապային։ Դե չի ոստիկանություն դիմել։ Սա ներքին ռազմորկի հարց է։ Ես համոզված եմ, եթե տեղեկություն հասնի Վարլամյանին, որ սպանություն է կատարվել, նա ժամ առաջ կուզենա ազատվի Զավենից։ Որևէ մեկի միջոցով, որին վստահում է Վարլամյանը, այս ինֆորմացիան հասցրեք նրան։ Նա ամեն ինչ կանի, որ շատ արագ ազատվի Զավենից։ Վատ գաղափար չի։ Այս գործից մենք երկուսս է քշա ենք արայիք, Զավենը խանգարում է թե ձեզ, թե մեզ։ Նրան վաղուց պետք է պատին դեմ տալ, բայց դա պետք է անել շատ զգուշ։ Դա Հովիկ ջան։ Ես կփորձեմ այդ ինֆորմացիան հասցնելուն պետք է։ Լավ։ Տնեցիք ոնց են։ Ամեն ինչ լավ է։ Ախպերս էր ուզում քեզ տեսներ, ասի հիմա ժամանակը չի։ Մի օր կազմակերպեն կհանդիպենք։ Անպայման։ Լավ, Հովիկ ջան, ես գնացի։ Հաջողություն քեզ։ Հաջողություն արայիք։ Բոքս, ես քեզ ջեղային դեմքով կանգնեմ։ Ջղային չէ։ Շեֆը ստեղա։ Բայց լավ չէր զգում, գնաց քնի, ու ասաց, որ իրան ոչ մեկ չան հանգստացնի։ Նոր գնաց։ Մի քանի րոպե առաջ։ Լավ։ Ռեստորանում ներքևը նստած եմ, որ զարթնի կզանգես։ Չմոռանաս, հələ, հետը կարևոր գործ ունեմ։ Ալո։ Ում հետ եմ խոսում։ Զանգել ես, չգիտես ում հետ ես խոսում։ Ինձ ասել էին, որ դու լուրջ մարդ ես, բայց ոնց որ սխալվել են այդ ասողները։ Շասկցա, ես ինչ ձևեր է։ Հələ շուտ ասա ով ես սրա։ Գլիչկես կաշա։ Ու եթե ուզում ես ինֆորմացիա ստանաս իմ մասին, կապվի Մոսկվա, Կապոնեի տղեկի հետ։ Քեզ կասեն, թե ես ով եմ։ Չի դու Կապոնեին գիտեի։ Շատ մոտիկից։ Հիմա ես քո ռեստորանի դիմաց կանգնած եմ։ Արի, խոսալու բան կա։ Ինչ թեմայով։ Թաթուլի, Միրոյ ախպոր տղու։ Ես իրա մոտից եմ եկել։ Ինչի թաթուլն ուրա որ։ Կամեր նստած է։ Ինչ կամեր, ինչ ես ասում այ։ Կգաս կասեմ, մենակ արագացրու, ես ժամանակ չունեմ։ Սպասի գալիս եմ։